Բարև ձեզ։ Մի քանի թեմաներ կա, որոնց կանդրադառնանք, բայց սկսենք այս հարցից։ Քիչ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին, որ Արցախի նախկին պետնախարար ազգային բարերար Ռուբեն Վարդանյանին Բաքվի Շինսու դատավարության շրջանակներում դատապարտեցին 20 տարվա ազատազրկման։ Նախորդ շաբաթ էլ հայտնի է դարձել, որ մյուս ռազմագերիներին դատապարտել են ՑՄԱ եւ էլի 20 եւ ավել տարի ազատազրկման։ Խնդրեմ մեզ մասով ձեր տեսակետը։ Դա մեր խայտարակությունն է, ազատություն մեր բոլոր ռազմագերիներին, ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Ռուբեն Վարդանյանին, որը որ իրոք հերոս մարդ է, իրոք ազգային հերոս մարդ է, ու ես ամեն ինչ պետք է անեմ, որ Ռուբեն Վարդանյանը արժանանա ազգային հերոսի կոչման։ Սա մեր խայտարակությունն է, տեսեք։ Նիկոլ Փաշինյանին խոսում է խաղաղությունից, չէ՞։ Ինչ խաղաղություն կարա լինի, երբ որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում դատվում է։ Ինչ խաղաղություն կարա լինի, երբ որ Ռուբեն Վարդանյանի նման կրիստալնի մաքուր մարդը, աշխարհարչակ այդ բարեգործ մարդը այսօր Բաքվի դատարաններում դատվում է, ինչա ինքը հայ է։ Ինչ խաղաղություն կարա լինի, երբ որ մենք այսօր Բաքվում ունենք ռազմագերիներ, թեկուզ շարքային մարդիկ։ Ոնց կարա լինի խաղաղություն։ Բա լավ, գնում էիր ու ասեմ, սրանում մեծ մեղքի մեծ չափը այս իշխանություններին է, ոչ թե Ալիևինը, որտեղ իրանք եթե ուզենային մենք իմ այնտեղ թեկուզ մի հատ գերի չէինք ունենա։ Գնացիք, եկա Թրամփի մոտ ստորագրեցիք, չգիտեմ ինչ ստորագրեցիք։ Լավ չէիր կարող մտքու Պադոշ երեսդ, Նիկոլ Փաշինյան, Պադոշ երեսդ այնտեղ մի քիչ էլ Պադոշացներ ասեին Թրամփ ձածա ջան, բայց գիտես մենք այնտեղ ռազմագերիներ ունենք։ Ինչ խաղաղություն առանց ռազմագերիների։ Բերեք մի հատ այդ հարցը հենց հիմա լուծենք, որ իրոք խաղաղությանը նման լինի։ Գնացիր Պրագայում ստորագրեցիր արա Արցախը հանձնիր թշնամուն, ցելի պետություն հանձնիր թշնամուն, չէիր կարող գոնե փաթեթայինով ստորագրիր, արա գոնե առաջի կետը էս, երկրորդ կետը էս, երրորդ կետը էս, չորրորդ կետը էս, 10-րդ կետն էլ նոր ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում։ Գոնե տենց անեիր արա։ Նույնիսկ ռազմագերիների հարցը չկարեցա լուծես, եկա պետություն հանձնիր արա։ Ալիև ասում է իրանք հանցագործներ են։ Ալիև ջան դու էլ ասա, ըստ մեզ էլ դու ես հանցագործ։ Բա գնա այդ ընկերոջ հետ, կիրտ ընկերոջ հետ, այդ ջանը դու ես ասում, ես չեմ ասում։ Ասա Ալիև ջան, աղբեր ջան, ընկեր ջան, բա ըստ մեզ էլ դու ես հանցագործ, ըստ մեզ էլ հերդ է հանցագործ, դուք էլ մերոնց եք սպանել։ Հեմ եթե բարիշում ենք, չենք բարիշում, դե դնենք հատենց իրար ասենք։ Այդ կլինի խաղաղություն։ Բա ըստ մեզ էլ դուք եք հանցագործ։ Բա Բաքվի Սումգայիթի ջարդերի պատասխանատուները խիչ են դատվում։ Ու թեկուզ այդ Արցախում, այսինքն 80-90 տարեկան պապի վիզը կտրողը խիչի դատվում։ Մեր սպային կացնահարողը խիչի դատվում։ Բա մենք էլ տես լիքը բաներ կարանք ասենք, բա ասա Նիկոլ, հազիվ ստե խեղճ ժողովրդին ես ասում, այնտեղ խեղճուկրական դիմության վրան ես թափ տալի։ Բա մի հատ էլ այնտեղ Ալիևին ասի այդ մենք խաղաղության, Արցախը ճանաչում եմ, Ադրբեջանի կազմում, որ սենց բան դու երազումդ էլ չէիր կարող տինել, բայց ես կետերն էլ դու պիտի ապահովես։ Այնտեղ դատում են այդ ՑՄՀ տվել են 20 տարին տվել են մեր հայկական պետությանը, մեզ բոլորիս, մեզ չեն դատում, մեզ բռնաբարում են։ Կոնկրետ ես ինձ բռնաբարված եմ ասում, որ իմ ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր Բաքվի բանտում է, Ռուբեն Վարդանյանի նման մարդը, որին ես մի այլ կարգ եմ հարգում, այդ սուրբ մարդը Բաքվի բանտում ու ես ոչ մի բան չեմ կարող անեմ։ Ես համարում եմ ինձ բռնաբարված։ Ու ցանկացած թասիբով հայտ ինձ պետք է համարի իրան։ Սա կասեմ, ազատություն իրանց։ Ազատություն։ Մաղթեն գոնե։ Բայց ումից են մրցանակ ստացի։ Մարիամ ջան, վաղը չեմ իսօրը կարող Ալիևից էլ մի հատ մրցանակ ստանա, հետո եթե մրցանակը ստանեն, դու պիտի տենաս մի հատ ումից են ստացել մրցանակը։ Ումա պետք է այդ մրցանակը, որ ստանում է Արցախը պետությունը թշնամուն հանձնես ու մրցանակ ստանաս։ Ումա պետք է այդ մրցանակը կտան խիչ են տա։ Գորբաչովն էլ սովետը քանդեց, որը որ մեր համար իհարկե լավ է, բայց Ռուսաստանի համար շատ վատ։ Իրան էլ Նոբելյան մրցանակ տվին, ումա պետք է այդ մրցանակը։ Ստալինը որ մրցանակ չի ստացել։ Ով է Ռուսաստանի համար ավելի ուժեղ ղեկավար, Ստալինը թե Գորբաչովը։ Ինչի դիմացես մրցանակ ստանում։ Նիկոլ Փաշինյան։ Մրցանակ է ստանում, որ պետությունն ես հանձնում։ Հա, ումա պետք է այդ մրցանակը։ Կամ ով է քեզ տվել այդ մրցանակը։ Մի հատ նա ով է տվել ու ինչի համար են տվել։ Եվ որ Հայաստանն էլ հանձնես կարող է Նոբելյան մրցանակ էլ ստանաս։ Ոնց որ կարող են Մանդելայի նման, Մանդելայի հետ էլ Նելսոն Մանդելայի հետ էլ համեմատում են վախտեն։ Կարող են Մանդելայի նման ժողովրդի հարցերն ես լուծել, պետությունը տես կարելի ասել անկախացի այդ վիճակից հանել։
Սևերին դե նեղում էին, չէ՞, ինձ իր պայքարը այդ ապարտեիդի դեմ էր ու հաղթեց իտոգում դրա համար ստացավ Նոբելյան մրցանակ ու նև խաղաղություն հաստատեց Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Կարող է տենց բանես արել որ քեզ մրցանակ ընտրվի։ Ինչի դիմաց ընտրվի մրցանակ։ Է պարզա կոնֆլիկտես լուծե տվել են, էլի։ Կոնֆլիկտես լուծե, բայց լրիվ հանձնել ես ճշնամուն։ Ասենք հարցերը ոնց է լուծվում։ Մի քիչ ինձ, մի քիչ քեզ, չէ՞, ասենց տարբերակով այդ մեն լուծման։ Դու ասի սաղ տալիս եմ քեզ։ Եկուս չել մյուս օրը որ Հայաստանն էլ այդ նույն ձևի հանձնես մի հատ էլ այս անգամ Նոբելյան մրցանակ կստանաս, բայց ո՞ւմ է պետք է դի։ Սա կասեն։ Ասում է Հիմա վաղը չէ մյուս օրը կներեք, իր արձանը կարող է Ադրբեջանում Բաքվում իրական եթե ադրբեջանցիք ու թուրքերը մի քիչ նամուս ունենան, մի քիչ երախտապարտ լինեն, դի Նիկոլի արձանը դնեն Բաքվում, մի հատ էլ Անկարայում, որովհետև Նիկոլ Փաշինյանը այն արեց Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որ իրոք ոչ ոք չի կարած իրանց պատկա, նույնիսկ երի թուրքերը թայլատ մայլատ այդ բանը չկարեցան անել։ բայց հիմա ասում է որ Ուզում ասեմ իրանց իր արձանը այնտեղ կարող է դնեն, Անկարայում էլ Բաքվում էլ դնեն, բայց ով է դնում, այդ դուք այդ նայեք։ ասում է Հայաստանի ծայրակավառը հիմա ինքը սարքել է կենտրոն։ Ուրեմն Հայաստանը այն պետությունն էր, նախ հիմա կենտրոն չէ, հիմա արդեն վասալ է, Ադրբեջանի ու Թուրքիի ստրուկ է, Ադրբեջանի ու Թուրքիի ստրուկ ենք մենք հիմա, մեր պետությունը ադրբեջանա-թուրքական ստրուկ պետություն է։ Իսկ այն ժամանակ մեր պետությունը տարածաշրջանում հարց լուծող պետություն էր։ Այն ժամանակ կարար Հայաստանում կներեք, այս տարածաշրջանում մի հատ հարց լուծվեր առանց մեր կարծիքի հետ հաշվի նստելու։ Կարային չէին կարա։ Նույնիսկ գերտերությունները ստեղ չէին կարա հարց լուծեին այն ժամանակ Սերժ Սարգսյանի օրոք։ Առանց մեր կարծիքի հետ հաշվի նստելու։ Իսկ հիմա մեզ բանի տեղ են դնում, Հայաստանի մեջ են մի հարց լուծում առանց մեզ բանի տեղ դնելու։ Կենտրոնա դարը։ Կենտրոն չի դարը, դարել է ադրբեջան-թուրքական ստրուկ մեր պետությունն այսօր։ Ասում է էսա վերել է քեզ խաղաղությունը, վերել է ինքս հաջողությունները։ Ինչ խաղաղություն, ինչ հաջողություն, սրա մասին ձեր մոտից եմ խոսացել, միշտ էլ խոսացել եմ։ Եթե մի հատ խաղաղություն կախված է Ալիևի տրամադրությունից, Ալիևին անգամ էլ ասի, Ալիևի մի բաժակ խմել չխմելուց, որ կարող է մի բաժակ խմի զլոն կողի ու սկսի բոմբի տանել։ Դա խաղաղություն չի։ Խաղաղությունը այն ժամանակ էր, 30 տարի էր խաղաղությունը։ Այս մեր տարածաշրջանում 30 տարի էր խաղաղությունը, որտեղ այդ խաղաղությունը մենք պարտադրել էինք Արցախյան առաջի պատերազմով, մի հատ էլ պարտադրեցինք ապրիլյան պատերազմով ու 30 տարի պարտադրած պահում էինք։ Պարտադրած, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան գիտակցում են, որ քայլ անեն, իրանց համար ավելի վատ ալնելու։ Մի անգամ արեցին այդ քայլը, տեսան որ վատ եղավ, դոզեն պրծել էր, էլի։ Իրանց հատ թվում էր, որ կարան, այդքան միլիարդներ էին ծախսում իրանց զինված ուժերի վրա, քայլ արին ապրիլյանին մրտներին կերան։ 4-րդ օրը վազին ընկան Պուտինի ոտերը, որ ընդեղից Պուտինը դիմեց Սերժ Սարգսյանին, որ դադարացնեն կռվես, Սերժ Սարգսյանը մի քիչ մտածեց ու ասեց հարց չկա, դադարացնում ենք։ Այդ էր խաղաղությունը։ Մենք հիմա զարգացման ոչ թե գարակրման օրակարգի մեջ ենք, առավոտյան տեսանյութ հրապարակել Փաշինյանը եւ ասում է. ավարտեցի Հայոց պատմության 3-րդ հատորի առաջին գրքի ընթերցումը եւ միանգամից սկսեցի 3-րդ հատորի 2-րդ գրքի ընթերցումը։ Սերտեր Հայոց պատմության դասերը, դա ըստ էության այն է, ինչ անում ենք անընդհատ։ Դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք։ Բայց ինչն է զարգանում։ Ինչն է զարգանում։ Մի հատ կարակ ինձ ասեք։ Իսկ իրանց ասֆալտը չկարեցան զարգացնել, որ այդ միլիոնները ծախսում եք ասֆալտին, սա օրը քանդվում արա։ Այդ ասֆալտը սա օրը գել մի հատ նայեք ինչա կատարում, նոր վարած ասֆալտը։ Իսկ ասֆալտը սարքել եք ձեր համար մի հատ իսի միջ, ասֆալտն էլ, իսկ ասֆալտ չեք կարում դուք անեք։ Ինչն է զարգանում։ Հա դուք զարգանում եք, դուք անձամբ դուք հարստանում եք։ Անձամբ դուք տվյա անցել եք, այն հին օլիգարխները ձեր դեմը ոչ մի բան են, այդ առումով հա։ Բայց պետության ինչն է զարգանում։ Դու ինձ թվեր մի ասե, այդ թվեր սաղել կարան ասեն։ Ես էլ կարամ դնեմ ինձ մի հատ թվեր ասեմ, այդ չիմացողը որից բանա։ Կարող է գիտես, պատի, ասկի իմ նման մարդը չի դնում խորանում այդ թվերի մեջ, ու մնաց են, ասենք, ախունանցի անունները, որ կարդանել չեն հասկանա։ Դու ինձ ռեզուլտատ է ցույց տու, զարգացել ես, ուրա զարգացածը, որ թուրքը ջերմուկի գլխին է նստած, էտա զարգացածը, կամ խաղաղությունը դա, որ Հայաստանի ինքնիշխան պետության ձեր ասած տարածքներում թուրքը նստած, հա, էտա ցույց տու ռեզուլտատ ցույց տու մի հատ ինձ էլի, զարգացվածության ռեզուլտատ ցույց տու, որ ուզում ես ադրբեջանցիների մի քանի 100,000 բերես լցես թե էտա զարգաց, էդ ումա պետք է զարգացվածությունը, որ Հայաստանը միանգամից փաթեթավորել է ստաս Ադրբեջանին, որ գերբի վրից մասի սարն ենք անում, էտա զարգացվածությունը, որ մարդիկ սոված ծայրեր աղքատը ոնց նայում է սա
Մի կերպ գոյատևում են այդ քո ասած էտա զարգացվածությունը, տնտեսությունը ասում աճել է։ Մարդիկ ոնց նայում են սա քյասի բեն արա։ Սա պարտքերու իսկ ինչերի տակ են։ Դու զարգացածությունը ինձ ռեզուլտատով ցույց տու։ Այ որ ֆռան ոնց նայեմ սա լավ ապրում են, կասեմ արա լավ ապրում են։ Ոնց է երևում զարգացածությունը թվերով միասին, թվերով ամեն մեկն էլ դնում է իր կառավարման տանին ես թվերը ասում։ Դու թվերը ինձ չի հետաքրքրում։ Դու ինձ ռեզուլտատը ցույց տու, ռեզուլտատը։ Ցելի պետություն ես հանձնել թշնամուն։ Հայկական երկրորդ պետությունը հանձնել ես թշնամուն։ Բաքվի բանտերում դատվում են այս ուժեղ մարդիկ։ Բաքվի բանտերում դատվում են։ Էդիլ անվտանգության կողմն ասում 5000 տողու տարար կոտորիր։ Ռեզուլտատները եմ ասում։ Այն ինչը որ ես կարամ տենամ։ Որովհետեւ բանակիվրին սուես փողեր ենք ծախսել։ Անումա պետք է ես այդ ինչ փող ես ծախսել, ինչ ես առել, ինչ չես առել, վաղտա զենքերը լավը չէին, հմիկվաններն են լավը։ Այդ ինչ չի դակում ռեզուլտատը ցույց տու, որ այդքան ծախսել ես 5000 տղա չտարար կոտորեցիր։ Հենց հիմի մեր ինքնիշխան տարածքում Հայաստանի թուրքը նստած չի, ռեզուլտատը ցույց տու արա։ Այն կոնսերվի բանկեկով են, ինչ են ասում, մետաղա բանկա բուտուլկա, այսինքն ինչ մետաղ, այսինքն Բանկա բուտուլկեքով մեր զինվորը գիտես որտեղից էր պահում Արցախն ու Հայաստանը Թուրքի հողի վրայից։ Բանկա այդ է ռեզուլտատը։ Հիմի փաստորեն բանկա բուտուլկեն ավելի էֆեկտիվ է ըստ ձեզ։ Բանկա բուտուլկա միլիարդների բանկա բուտուլկա հանձնիկ հա թշնամուն։ Այդքան բանկա բուտուլկա չես էլ կարա հավաքես, այդքան միլիարդի բանկա բուտուլկա։ Դու ինձ ռեզուլտ ոնց է տնտեսության մեջ, որ դու ասես տնտեսությունը սենց աճել է, ում կյանքի վիճակն է լավացել, միջին խավի կյանքի վիճակը լավացել է մարդկանց։ Ծայրահեղ աղքատները քչացել են, ոնց նայում են նույնը, ավելի շատ, ավելի վատ են մարդիկ ապրում։ Ու էդի սաղ են տենում, դու այդ ձևի պիտի քո ռեզուլտատը ցույց տաս։ Ոչ թե թղթերով գրես, սենց հա, թղթերը գրես ասես, սենց հա ու թղթի վրա գրածով չէ։ Առօրյա կյանքում սաղը ստենում ենք։ Ում վիճակն է լավացել։ Ում վիճակը։ Քանի որ ասֆալտից խոսեցիք, դուք հայ վարորդ եք, հա, այս խայտարակ վիճակը ասֆալտի եւ այդ վնասները, որ հասցվում են մեքենաներին, այնուամենայնիվ Տիգրան Արամյանն Մարիամ ջան, կներեք։ Նախկիններից մնացած ասֆալտ։ Մարիամ ջան, կներեք։ Թող մեր խնդրեմը այդ ասֆալտը լիներ։ Ես ուրախ կլինեի, թող իմ ավտոն էլ ընկներ փոսը ջարդվեր, բայց Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում չլներ։ Արցախում արցախցին ապրեր ազատ հպարտ։ Այս սրա մասին ես չի էլ անդրադառնա։ Իսկ ես բաներից չի էլ հետաքրքրում, բայց ինչն եմ ուզում ասեմ, որ այդքան հպարտանում են իրանց ասֆալտով, իսկ ասֆալտ չեք կարում անեք։ Նախկինների ասֆալտներ ասում, հա։ Նոր ասֆալտներն արա։ Նախկինների ինչ կա քանդել եք դուք։ Նախկիների թողած անկախ պետությունը քանդել եք, նախկիների թողած երեխեքին տարեք կոտորել եք, նախկիների թողած հպարտությունը ոչնչացրել եք։ Ասֆալտը ձեր թազա արած ասֆալտն է։ Կարող քորենք չենք տենում կամ չենք հիշում, մարդիկ չեն հիշում, ասիկ ու անց, հա։ Ձեր ասֆալտն է, բայց էլ եմ ասում, թող մեր խնդրեմը լիներ այդ ասֆալտը։ Ես եկա ասել դե մի ասֆալտը էլի։ Ինձ այդ քաղաքային նորից եմ ասում, այդ քաղաքային խնդիրները Մարիամ ջան, իմ համար 1000-րդականն է։ Դա Աստված էտիլն էր մեր խնդրեմը։ Իմ համար հայրենիքն է, պետությունն է, պետության հզորությունն է։ Սա է կարևորը։ Էդի որ չլներ, դա թող սա որ հելնեինք այդ ասֆալտի համար իրար տայինք։ Ինչքան լավ կլներ, որ էդ լներ մեր խնդրեմը, չէ՞։ Ասֆալտը լներ, այդ ձեր ասած քաղաքային խնդիրները լնեին, լույսերներ, ջուրը լներ, խի անջատիկ, խի չտվիկ։ Թող սա լներ մեր խնդրեմը։ Էդ էլ հա, իհարկե, դա էլ հա։ Միանշանակ, որ կառավարել չգիտեն, ոչ մի ոլորտում չգիտեն։ Նորից եմ ասում, իսկ ասֆալտ չեն կարող անել։ Էդ էլ հիմա էլ չի ուտի, մարդկությունը էդ էլ չի ուտի։ Որտեղ ասֆալտն է, դե մենք գիտենք ջարդում են, չէ՞, ավտոները։ Ինչքան ավտո ջարդացնես, որ նայում եմ, հարասնեմ, ստե ավտոնի կջարդվի։ Ավտոն միամիտ ընկնի այդ փոսերը կջարդի, որ քշում եմ, էլի։ Մեծ փոսեր են։ Էդ է սրանց արած ասֆալտը։ Դաժե ասֆալտ չեն կարողանում, բայց ես հիմա ամաչում եմ ասֆալտից խոսամ, Մարիամ ջան։ Ամոթելա, ասֆալտը իմ համար ասֆալտը խնդիր չի։ Դա ասֆալտ թող ասֆալտը լներ խնդիր, ես գիստե չել գա չել խոսա, թող ուրիշները գային խոսային։ Բավական հայրապետական քրեական հետապնդում սկսեցին
ստանալով նրան մեկնել Ավստրիա եւ խոսաժողովի մասնակցելու, մինչեւ ուր է հասնում Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ։ Մինչև այն, եթե ինքը մնա իշխանության, մինչև այն, որ վեհապարին կամ հեռացնելու է, կամ նստացնելու է, ես սա մասն ասել եմ, կամ էլ սպանելու է, կամ մի հատ դժբախտ պատահար անելու վեհապարի գլխին, կամ էլ հենց սպանելու է։ Նիկոլ Փաշինյանի ես հենց ամենասկզբից ասել եմ ու մենակ ես չի որ ասել եմ, շատ-շատերն են ասել, որ վեհապարի վրա էս իլա մինիմալն է, որ ինքը անում է վեհապարի դեմ, որ քրեական գործ է հարություն։ Սպասեք, որ վեհապարին նստեցնելու է, սպասեք, որ վեհապարին թույնելու է, սպասեք, որ վեհապարին մի հատ դժբախտ պատահար է սարքելու գլխին ու ամենավերջում սպասեք, որ վեհապարին սպանելու է։ Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ գնացող մարդ է, մինչև վերջ։ Չտեսակ Արցախը հանձնեց մինչև վերջ։ Մարդկանց կոտորեց մինչև վերջ, այսինքն նա մինչև վերջ է գնալու ու 18 թվին, եթե Սերժ Սարգսյանը ճիշտ չպահեր իրան, այդպես հզոր խոտ չաներ, ասեմ Հայաստանը կործանելու էր ինքը։ Մինչև վերջ տանել արունահեղության Հայաստանը հենց այն վաղ էր կործանվելու, Արցախն էլ հետը։ Այդ դրանից փրկեց Սերժ Սարգսյանը 18 թվին մեզ։ Այսինքն նա մինչև վերջ գնացող մարդ է, նա կամ անող մարդ է ու ցավոք սրտի այդ մինչև վերջում էլ միշտ վերջել մեր ազգի ոչնչացումը, մեր ժողովրդի կորուստ ենք տալիս, չենք շատ չենք դուրս գալի իր այդ մինչև վերջ է տալուց։ Տեսակ որ Արցախը մինչև չհանձնեց չհանգստացավ։ Այն նոյեմբերի 9-ն էլ ինքը չի ստորագրել, Պուտինը վզին տվել ասලා ստորագրի։ Դե չնայեմ որ ասලා փրկեցի են մի 30,000 զինվորների կյանք փրկին, կո չէր փրկելու։ Թողելու էր մինչև էր սաղին, կային սպանեին կամ գերինգնեին։ Այսքան տեղ Պուտինն ասեց ստորագրի։ Բայց այդ կիսա թողած գործն էլ մինչև վերջ արեց։ Գնաց Պրագայում հանձնեց։ Այնք այդ ձև մինչև ու նույնն էլ ստեղ ալնելու։ Վեհապարը ես ասում եմ, վեհապարի կյանքին մեռնեմ, եթե մենք չփոխենք այս իշխանությունը, վեհապարն ընդհանուր մինչև կարող ենք սպանի։ Ու տենց էլ կանի, կամ կնստացնի, կամ ես ասել եմ տարբերակները, կամ էլ մեկին կհայտարարեն վեհապար, ու կասեն վեհապարը էսա, մենք կասենք վեհապարը Գարեգինն է, իրանք էլ կասեն վեհապարը Պողոսն է, կամ էլ սենց ալնելու։ Բայց վեհապարը իրան շատ ճիշտ է պահում, իր կյանքին մեռնեմ ես, ապրինքը, սենց մինչև վերջ պահի չկոտրվի Մարիամ ջան, որովհետև ինքը պատմական դեմք է։ Վեհապարը արդեն դարձավ այն վեհապարներից, որ ասենք տեսեք, մենք ինչքան կաթողիկոս ենք ունեցել, չէ, 301 թվից սկսած։ Հո բոլորին անգիր չենք հիշում։ Բայց ասենք կլինի մի հատ հայ, որ Վազգեն առաջինին, Խրիմյան հայրիկին, Ներսես Աշտրակեցուն, Գևորգ 5-րդին, կլինի տենց հայ, որ իրանց մասին չիմանա։ Չի լինի, չէ, որտեվ իրանք բացառիկ վեհապարն են։ Այսինքն մի հատ տենց բան են արել իրանց կյանքում, որ բացառիկ առանձնացել են շարքային վեհապարներից, կաթողիկոսներից։ Այ այսօրվա այս քայլով, եթե վեհապարը մինչև վերջ այսպես ճիշտ պահի իրան, ինքը դառնա բացառիկ վեհապար։ Այսինքն ինքը պատմության մեջ մտնա որպես իրոք բացառիկ մարդ։ Բայց մինչև վերջ սենց պահի, որտեղ ինքը պատմական դեմք է, ինքը պետքա մտածի իր անունի մասին, այլ ոչ թե իր կյանքի մասին կամ իր ազատության մասին, իր անունի մասին։ Ըստ դեմքին ես մասով մեր մասով անելիք ունենք։ Իհարկե, մենք պետքա պայքարենք։ Չէ։ Դե մենք պետքա պայքարենք, ոնց որ պայքարում ենք, բայց դե էֆեկտիվ չի ցավոք սրտի մեր պայքարը։ Ցավոք սրտի էֆեկտիվ չի, քանի չենք հեռացրել այս իշխանություններին, իրանք շարունակել իրանց կեղտոտ գործը։ Իսկ հեռացնելը նորից եմ ասում, այսօրվա դրությամբ իմպիչմենտը ռեալ տարբերակ է։ Բերեք կպնենք իմպիչմենտին։ Հիմա դուք ասեք իմպիչմենտը ձախողվում է, ես կասեմ որ ձախողվում է։ Բա խեն Դավիթ Համբարձումյանի աղբորը բռնել։ Աղբորը, իրանով չբավարարեն աղբորը։ Գիտեք խեն բռնում, որտեղ վտանգ են տեսնում։ Ապրեք, հա, բա ում մեջ վտանգը տենում են բռնում են։ Բա ինձ խի չեն բռնում, որտեղ իմ մեջ հələ վտանգ չեն տենում։ Այս պայն։ Մի մոմենտ տեսան, ընկել էին, ուզում են ինձ մի բան անեն, չստացվեց։ Այսինքն ում մեջ վտանգ են տենում, նրան են բռնում։ Պրոստը խոսալու մար չեն։ Խոսալու մար էլ, եթե ներվին աղացես կբռնեն։ Էդ էլ շատ վատա որ կա այսօրվա իրականությամբ։ Այսինքն կարող եմ մի հատ այս դիպուկ խոսք ասես, այդ խոսքը ներվին ազդի, ոնց որ օրինակ ոնց որ Տաթև Արցախին էին բռնել։ Ասեք Տաթև Արցախի ինչ վտանգ է, չէ՞, ներկայացնում իրանից, բայց ներվին ազդել էր խոսալը Նիկոլի կամ, չգիտեմ, ընդ իրանց շրջապատի Ալենն ա տենց, սիրում կնանեկին բռնել տա, երևի Ալենն էր, էլի բաներ էլ բռնեցին։ Ուզում եմ ասեմ, բռնում են նրանց ու մեջ վտանգ են տենում։ Ու դուք չմտածեք, թե օրինակ իմ խորին համոզմամբ եմ ասում, ես ինֆորմացիան եմ, բայց իմ խորին համոզմամբ եմ ասում, ես վստահ եմ, որ հանրապետականը հիմա արդեն ակին падգամավորներ նրանց մոտից կլնեն, որ համաձայնված կլինեն մեր կողմը անցնեն։ Սա իմ կարծիքն եմ ասում։ Արդեն համարը մի տարի անցնում այս նախագծից, բայց Հա, բայց ով է մեղավոր, կպեք թողել լինի։ Կպեք թողել լինի։ Հիմա լավ, հիմա բայց պարոն Մկրտչյան
Ինչքան կարանք բերում ենք, Մարիամ ջան, մնացածն էլ թող կապնեն։ Ավելի հեշտ է կներեք, մի հատ հարց տամ, ավելի հեշտ է 20 հոգի падգամավոր բերես մեջները հայրենասիրություն արտնասնես։ Բերես թե ասենք 100,000-ավոր մարդկանց հանես փողոց, շաբաթներով, ամիսներով պայքարես։ Նիկոլը տենց հեշտ չի տա։ Կրակի մեռնեն մնան, տենց որն է ավելի հեշտ։ Պետք է թափանը հերիքի, ասես մի հատ օղորմացի քորոխբերը ասես խոսնես, պետք է թափանը հերիքի որ բարձրացնի, պետք է կանա որ բարձրացնի։ Հետո ասես մի հատ բան էլ ասեմ, ես էլի ասենք հենց իմանանք բարձրացնեն, Ալիևը կասին, ես սրա մասին Մարիամ ջան, ես սրա մասին, եթե կհիշեք, առաջի մարտն եմ եղել, որ բարձրացանի այն վաղտից ձեռ էին առնում։ Ձեր մոտից 21 թվին են բարձրացանի, առաջի անգամ ու պարբերաբար բարձրացանել մեզ խնդրի մասին։ Ասմի, որ Ալիևը գալու է վաղտը ասելու է, ում քշել եք, պետք է հետ գան Երևան։ Հիմա մենք էլ նույնիսկ եթե ասենք, դե ճիշտ եք ասում, այդ պետք է ասենք։ Ալիևը ասում է, Բերմա Ղարաբաղն է հավասարացնում այդ իրանց փախստականներին, չէ՞, բայց Ղարաբաղը առանձին թեմա է։ Այդ նույն հարթության մեջ են Բաքվի, Կիրովաբադի տեղից եկած հայերն Երևանից գնացած ադրբեջանցիներին պետք է դնես նույն հարթության մեջ, իսկ Արցախը լրիվ առանձին թեմա է։ Բայց ամենավերջում Ալիևը կասի հարց չկա, ձերոնք էլ թող գան Բաքու։ Ես սրա մասին էլ եմ ասել ամենասկզբից։ Բայց որ հայ է կեթա Բաքու։ Այսինքն ուզում ասեմ, այդ տարբերակին էլ մենք չպետք է համաձայնենք։ Ինքը կասի հանգիստ կասի միջազգային հանրությանը կասի հարց չկա, թող հայերը գան Բաքու։ Բայց տենց հայ կլինի, որ էթա Բաքու։ Իսկ իրանք կգան 100,000-ներով կլցնեն ստե։ Ու ինադու էլ կուզեն, որ մեկին մատով կպնես։ Մի հատ կրված տղու զոհվածի հեր կհելնի մեկի փորը դանագով կթափի, զորքը կկոխենստե կասեն կարգ կանենք հաստատում, ոնց որ Կիպրոս են մցրել։ Այսինքն դրան էլ մենք դի չհամաձայնենք, մենք դի ասենք, ոչ մի թուրք ստեպտի չգա Երևան, ոչ մի հայ էլ Ադրբեջան դի չգնա։ Իսկ Արցախը առանձին թեմա է։ Всё, հազիվ ենք մաքրվել մենք իրարից, որ անընդհատ դարերով արմնահեղություն լինի, այդպես խաղաղություն չի լինի։ Եթե մենք գնանք Բաքու կամ թուրքը գա Երևան, խաղաղություն չի լինի, ժամանակ առ ժամանակ էլ իրար փոր ենք թափելու։ Իսկ Արցախը առանձին թեմա է։ Արցախը թող սա այդ չխառնեն։ Դե Փաշինյանն առաջին նույն հաղթության վրա դրել Արցախում Արևմտյան Ադրբեջան մտածածին։ Փաշինյանը տես դնում է, որ իբր նրանք էլ չխոսան Երևան գալու մասին, բայց ինքը հարցը դնում է վերջում, համ Արցախից ենք զրկվում, համ էլ թուրքերը գալիս են ստե Հայաստանից ենք զրկվելու։ Ոնց որ ասում են, այն ճամփեքը տանք, այն Գորիս Ղափան ճամփեն տանք, որ իրանք Զանգեզուրի միջանցք չուզեն։ Իտոգում համեն տվեց։ Հիշում եք։ Միջանց վերջինս եկել են ադրբեջանցի քաղաքասարակության ներկայացուցիչներ, ցամաքային ճանապարհով եկան։ Մարիամ ջան, խաղաղությանը սաղսել կողմ ենք, բայց որ եկել են ինչ են քննարկել ստե։ Քննարկել են մեր գերիների հարցը։ Դե ասես գերիները քանին դե գերին եք դուք ստե ոչ չդնեք։ Ինչ խաղաղություն, որ ես ընդ գերի ունեմ, արա։ Ինչ խաղաղություն։ Այդ ձեր համար իրանք են հանցագործ, մեր համար էլ դուք եք հանցագործ։ Մեր համար էլ Իլհամ Ալիևն է հանցագործ ու իր հեր Հեյդարն է հանցագործ։ Դե որ տես խորանանք, հակարանք խորանանք։ Եթե բարիշում եք, ուրեմն ոչ քո մոտի գերինի, ոչ իմ մոտի գերինի։ Սա է խաղաղությունը։ Հանցագործ, ասենք մենք սաղս հանցագործ ենք, տենց չի։ Տենց չի։ Դե որ տենց արի ճիշտ ու սխալան եք, այդանք եվրոպական դատարանը, տենք Հայաստանն է հանցագործ, թե Ադրբեջանը։ Խորանանք տենց։ Նիկոլես, քեզ եմ ասում, տենց թե ասես Ալիևին։ Ասա խորանանք տենց, թե տանք խաղաղության։ Եթե դες խաղաղության ու կոմոտի գերի մենք չունենանք։ Ինչ խաղաղություն, ասենք բենզինով եք դուք որոշում խաղաղությունը։ Խաղաղությունը որոշման դրանը, որ մենք ընդ գերի պետք է չունենանք։ Մի հատ սկի շուն պետք է ինձ չունենանք գերի, շուն։ Որ մնաց մեր ռազմաքաղաքական ղեկավարությունն անդե, գերության մեջ աշխարհարչակ Ռուբեն Վարդանյանն անդե, գերության մեջ 20 տարի ցմահել մի հատ տալիս են։ Եվ իր վերջին հայտարարություններից մեկին եք ուզում անդրադառնալ, ասում եք արի կտրություններում օլիգարխներ, նախագահներ շուտ չեն լինելու, որ օլիգարխներ նկատի ունի իր անձնական։ Իհարկե, հիմա այդ ով որ չէ, իրանք օլիգարխ չեն։ Ով որ հիմա իրան պլատի տալնում, իրանք բիզնեսմեն են։ Իսկ ով որ տղավարի է պահում իրանք օլիգարխ են, թալան չեն, եսի ինչ են։ Ու այդ օլիգարխը, ասենք օլիգարխը ինչ անջակում, հարուստ բիզնեսմեն, չէ։ Հարուստ, այսինքն բիզնեսմենը ինչքան շատ օլիգարխ ունենանք, այդքան լավ չի։ Այդքան երկրի թարգերը շատ չեն։ Ասենք խեք այդպես բացական ձևի նայում օլիգարխների։
Ես բացական նայում եմ ոչ թե օլիգարխին, որ ինքը հարուստ է, այլ այն օլիգարխին, որ գավաճան անսկզբունքային կեղտոտ մարդ է։ Իր պավիձենյայով, եթե իրան սխալ է պահում, կանգնում է սրիկայի կողքը հոգով սրտով, չեմ ասում, է պլատի տալում։ Պլատի դե ստիպված կարան են իրանց ելածը պահելու համար։ Ես այդ իմ բռնումով եմ մոտենում։ Բայց որ հելում են էշ ավել պակասել դուստան, ինչ որ մի հատ օլիգար, դուստա նախկինների նկատմամբ, որ ժամանակին աստվածացնում էր այդ մարդկանց, կամ լավ չերել ասածն դեմնելու ուրեմն կազում էր։ Այդ մարդկանց ես լիքը ասելու ունեմ ու լիքը ասել եմ։ Աղա օլիգարխն ասելու ինքը իրեն իր տիկնոջը։ Դե այսօր իրանք օլիգարխ են, բան չեն։ Այսօր ասում եմ, այսօր իրանք մենակ ինքը չէ։ Սաղ է իրա սաղ սաստավը։ Այնքան հարուստ են, որ նախկինները ինչ են իրանց դեմ։ Այս մի քանի տարում այդքան հարստացան։ Ալեն Սիմոնյանը պակաս հարուստ է, ըստ օդում կախված լուրերի։ Ես ասեմ, որ ինձ էլ դատի չտա։ Այն անգամ էլի դատի էր տալի, չէ՞։ Այն անգամ էլ լսում եմ ասում, փաստորեն ես չէի իմանում, մոտավորապես իմ տարիքի տղա է եւ իմ ժամանակներն է ծառայ։ Ասում բանակում Տրուսիկ Մայկա չեմ, Տրուսիկ Մայկա էր ասում, չեմ ունեցի։ Ահա լսի, այդ ժամանակ ես էլ եմ այդ վաղ ծառայել։ Ես էլ 2002-ից 2004-ն եմ ծառայել, բանակ գնացել։ Ու ավարտել եմ նոր եմ գնացել, էլի։ Դե ինքն էլ երևի ավարտած կլինի նոր գնացած կլինի։ Ուրեմն մի քանի տարի ես կողմ, մի քանի տարի այն կողմ, այդ սա ժամանակահատվածում ես բանակ այդ ոչ թե կարդալով, լսելով գիտեմ, բանակ այդ շփվել եմ, որտեղ սաղ մեր ընկերներն էին ծառայում։ Անընդհատ չաստեր է թալ գալը կար։ Մեր ընկերությունները իմ պակալենտներ դե։ Ուրեմն ստեն զորամաս չեղե, որ ընդ բանկ չլինի, որ ասա Տրուսիկ Մայկա չկար, այնքան շատ կար Տրուսիկ Մայկա, ուտելիք այնքան կար, որ զինվորները իրանց այն քասիվ զինվորները իրանց տունել էին ուղարկում։ Շոր, սապոգ, վայն ասենք են գյուղացի զինվորները, սապոգ, վայնի շոր, խթացած կաթ, ուղարկում զինվոր պապիրոս, ուղարկում են իրանց տնեցիներին։ Այդքան շատ կար։ Եթե ինքը չի ունեցել, ուրեմն հավանաբար ենթադրում եմ, ոնց որ հիմա է ստուկաչ գործ տվող տեսակ, այն վախտելա տենց եղել զինվորների կողմից շնշվել է, որտեվ զինվորները առասակ ոչ մի մարդ, նույնիսկ ոստիկանությունում տենց տեսակին չեն սիրում, այդ գործ տվող ստուկաչներին չեն սիրում։ Այն վախտելա երևի տենց եղել, այդ ձևի եղել, դե համար ամեն ինչից զրկել են իրան հենց նույն զինվորները։ Նորից եմ ասում, ես այդ վաղ եղել եմ այդ իմ պակալենին է։ Բանակում այնքան ամեն ինչ այնքան շատ էր, որ զինվորը կոպիտ ասած գողանում ղրկում էր իր տուն։ Ում տնեցիք որ քասիբ էին ապրում, զինվորները ոչ թե մենակ իրանք էին այդտեղ ապրում լավ, բան չաստերում, այլև այդ սնունդա շորը ամեն ինչը ղրկում են իրանց տնից ոնց էին պահում։ Բանակի հաշվին ապրում էին նաև քասիբ զինվորների տնեցիները։ Այդքան կար Ալեն Սիմոնյան, Վահագն Ալեքսանյան, դու էլ չէ ասում որ Տրուսիկ Մայկա չես ունեցել։ Ուրեմն ինչքան վատ մարդ եք եղել, արհամարված զինվորների կողմից, որ ոչ մի բան չեք ունեցել։ Թեպետ ես դրան էլ եմ դեմ։ Ամեն մարդ էլ ինչ որ այա։ Պետք չի ստորացնել ու նվաստացնել։ Ասկա ձեր նմաններին էլ որ ստորացել են չհաստում Տրուսիկ Մայկից էլ եք զրկված եղել։ Ես դրան էլ եմ դեմ, որտեղ ձեր նմաններին էլ եմ ես ժամանակին միշտ պաշտպանի ասեմ ախպեր, սրանք սենց են մեզնից առանձին, բայց իրանց ոչ ստորացեք, ոչ նվաստացեք, ոչ էլ զուգարան կողեք։ Մարդ են, իրանք էլ տենց մարդ են։ Թող առանձին ապրեն, իրանք իրանց սկզբունքներով, մեզնից հեռու։ Քանի որ բանակից խոսեցիք, տարին նոր է սկսել ու արդեն 2 մարդ բանակում։ Դե այդ իրանց էլի անկազմակերպվածության, որ չեն կարում լավ ղեկավարեն, դրանց է։ Հետո այդ մահերը էլ հարց է, Մարիամ ջան, կարող է խորանանք, ես չեմ խորացել, չգիտեմ, կարող է խորանանք, այդ թուրքերն են կարող սպանում, սրանք սենց են ներկայացնում, որ իրանց խաղաղության գործընթացին բան չանեն։ Ես ինչ իմանամ։ Շատ հավանական է, դա այդքան մախիբ դիլն է էլի բանակում։ Ասենք մեկը գալիս են բան են անում, ասում են հասցել են ինքնասպանության։ Ինչ գիտեմ, կարող է թուրքն եկե, թուրքի դիվերսիան եկե, դիվերսիա արե գնացել է թուրքական բաները, դիվերսիոն խմբերը։ Ինչ գիտենք էլի մենք էդի։ Դետիլը ուսումնասիրվի մի հատ, խեն այդքան մահանում։ Դե մինչև մտ 15 վարվածների դատն է։ Դե նույնն էլ այդ կասեմ։ Էդ հենց առաջ օրից ես ասել եմ ինձ թվում է էդի դիվերսիա եղել։ Ես առաջ օրից էդ եմ ասել։ Բայց պահած բանակում այսպիսի բարդակ Սուրեն Պապիկյանը վերջին ասուրիսում ասում է դե գիտեք իրենք վեհապարի ոնց են դիմում, դից եկեղեցի չկա ես մտնեմ ու չզեղչվի վեհապարը անունը է։ Դե հայ ինչ շատ վատ է դա։ Դա հայ ազգի խայտարակությունն է, իրանց չէ։ Էդի որ ասի Ալիևի ներկայացուցիչ այն որ եկել են ինձ տե այս երկուրա, դրանք որ այդ նույնը ասեն, դե նորմալ է։ Բայց ստեղից երևում է որ իրանք էլ այսինքն թուրքական իշխանությունների ներկայացուցիչներ եք, որ դրանից լավ եք զգում, որ ձեր վեհապարի անունը չեն տալիս։ Ես սա կասեմ, ու այս ամեն ինչը որտեղից եկավ։
Այդ մինչև են Փաշիզադեի խոսքը վեհապարը սուրբ մարդ էր սաղի տմար։ Սրբազանները սաղ սուրբ էին, չէ՞։ Մինչև Փաշիզադեի խոսքը, հենց իր խոսքից հետո արդեն դառան ինչքան բիծկա բերում կապսում եք մեր եկեղեցուն, մեր հոգևորականներին։ Պարշի որ թուրքերի ներկայացուցիչներն եք դուք, թուրքերի ստրուկներն եք դուք, թուրքերի դեսպաններն եք դուք, մի հատ էլ ինքնիշխանությունից են խոսում։ Թուրքը ինչ ասում արեք անում են, անել դնում են, դե չէ մենք ենք ան, Թուրքիա ասելով չենք անում։ Դե մի հատ սենց պրոստել սենց ապոցել մար հելասա չեմ փոխում սամնակ, դու ով ես որ փոխեմ։ Մի հատ որ ցույց տաս, թեկուզ քո ներսին, այսինքն մեր ժողովրդին ցույց տաս, որ դու ինքնիշխան ես։ Հելասա սահմանադրությունը չեմ փոխելու։ Ալիև դու ով ես որ ինձ ասես, ու մի փոխի։ Մի փոխի, մի հատ տենց էլ արա էլի։ Հələ մասի սարասա դու ով ես որ փոխեմ, չեմ փոխելու։ Չեմ հանելու գերբի վրից մասսալ։ Էլ մի հատ ձևի հիմար էտի ասա։ Իսկ Արցախ բառը չեք ասում, արա վախում եք։ Որտեվ կպատժեն, որտեվ կկրակեն, որտեվ կգան էլի գերի կտանեն, որտեվ էլի կգան տարածքներ կգրավեն։ Ու դու ինքնիշխան ես ու խաղաղ ես։ Բայց այն ժամանակ այդքան բան ենք ասում, թուրքը խիչեր կար մի հատ բան ասեր։ Հիմի որ մի բան լինի, չէ խաղաղությունը խաթարվի, ասել է այ դավոյի նմանները խոսում էին, Ալիևը ջղանացավ։ Արա լավ եմ անում խոսում եմ, խոսքի ազատությունը խոսում եմ, նա ով է որ իմ խոսքի համար պետություն կարինա պատժի։ Բայց ժամանակ լավ փրցապր դու ինչ ասես խոսում իր Նիկոլ, դու Ալենը, Աղդամը ձեր հայրենիքն էր։ Բա խիչերա Ալիևը կար մի բան աներ, խիչեր կար մի հատ պատժեր, որտեվ չէր կարում։ Իսկ հիմա կարում է։ Որտեվ դուք եք թույլ։ Հաղթող բանակին էլ չեն էլ ամաչում է արա։ Հաղթող բանակին ասում է տրուսիկ մայկա չունեին։ Թեկուզ չունեին, բայց հաղթած էին։ Թող են 5000 երեխեն տրուսիկ չունենային տգլոր մանգային, բայց ապրեին, արա չմեռնեին։ Են վաղ մեռնում էին այդքան։ Թեկուզ բանակում այդքան ինքնասպանություն բանելնում էր այն ժամանակ։ Կարգուկանուն կար, կարգապահություն կար։ Նույնիսկ այդ չկա հիմիկված էր բանակում։ Հաղթող բանակը, այսինքն սրանք են կլուբնիկի հոգեբանությունից դուրս չեկան։ Հիմա էլ տրուսիկ մայկա։ Բա։ Չէ, ինչն եմ ասում կլուբնիկի հոգեբանությունից չէ, հելան։ Բանակը չափում են տրուսիկ մայկով, նույնիսկ եթե չկա, էլ եմ ասում, ես ականատես, ժիբոյ տղա, սաղ չաստերի է տալ արնել եղել է, որտև մեծ ընկերություն եմ ունեցել, Ալենի տարբերություն քեզ, մեկ էլ Նիկոլ, նաև քեզ։ Սաղ ընկերներս այդ վաղ կամ ծառայում էին կամ նստած էին, համ գաղութներն է եթում ֆռում, համ չաստերն է եթում ֆռում, իմ ընկերների կողքն էի, սաղ տեղերից էլ կուրս էի։ Քաղմասներից ծեցնել վերացավ Վլադիմիր Գասպարյանի օրոք, էդ էլ ասեմ, Սերժ Սարգսյանի օրոք, մինչև այդ ծեծ ու ջարդը կար քաղմասներում։ Ես ամեն ինչից կուրս եմ եղել, որտեղ իմ պակալենին է էդի։ Չաստերում ասում եմ, այնքան բան կար, որ զինվորները իրանց տուն էին ուղարկում, հա, գողանում ուղարկում էին իրանց տուն։ Շորեր էին տանում։ Ով չի խոսում։ Բայց ով չի խոսում Արցախի։ Մենակ ես չէ, մենք ենք խոսում, դուք էլ եք խոսում։ Այն օրը լավ լսեցի, այդտեղից իմացա, Նարեկին Կարապետյան, որ ասեցիք, Անժելա ջան, որ ասեցիք, որ ասել ձեզնից իմացա, տնտեսությունը մեր լավը չի եղել, այդ տղուն շատ եմ հավանում, լավ երիտասարդ տղա է, Նարեկը Կարապետյան, բայց մի երկու հատ արտահայտություններ ես թույլ տվել, Նարեկ ջան, էդի թարգի, անենց մի արա, որ իմ նման մարդիկ տրամադրվեն քո դեմը։ Հորոխբերդ հերդ կարգին մարդա, հորոխբերդ վաբշե հերոս մարդա։ Դու էլ լավ երիտասարդ ես։ Շարունակի քո գիծը, բայց խես կպնում նախկիններին։ Ասում է, երրորդ շրջանը ով եկավ նախագահ, ես էդ եմ լսել, մեկ էլ լսեցի, որ Անժելան ասեց, տնտեսությունից են որ խոսած է, դա նես չի ամեն ինչ հետևում եմ, էլի, բայց այն որ կպակ մի քանի օր առաջ Անժելա ջան, որ ասիկ նես չի տնտեսությունը որ Ես իրան չեմ լսել, պրոստը Անժելայի պատասխանից արդեն հասկացա ինքը ինչ ասած կլինի։ Անժելան շատ ճիշտ պատասխան տվեց։ Պարտության պատճառը տնտեսությունը չէր։ Պարտության պատճառը Նիկոլ Փաշինյանն էր։ Իսկ հաղթանակների պատճառը էլի տնտեսությունը չէր։ Հաղթանակների պատճառը մեր 3 նախագահներն էին ու մեր նախորդ 30 տարվա իշխանություններն էին։ Էդ էլ հաղթանակը։ Իսկ ինչ վերաբերում որ ասես երրորդ սրոք Նարեկ ջան, դա իմ ներվիս ազդել էր, իմ էջում գրել եմ։
որ երրորդ սրոկա սիրտները ուզում, երրորդ շրջանա քու բարերով երրորդ շրջանա սիրտները ուզում։ Գոնե հիմա post factum դու պետք է երազես, որ Սերժը երրորդ, տո երրորդ էլ, տո չորրորդ էլ, հինգերորդ էլ, վեցերորդ էլ ինչքան կյանք երիկմա այդքան լներ ղեկավար։ Սամվել Կարապետյանը բերթում կլներ հիմա։ Այսինքն post factum էլ դուք չեք հասկանում, որ Սերժի երրորդ սրոկ գալը մեր բոլորս դի երազեինք, ոչ թե Սերժը։ Հենց Սամվել Կարապետյանը որ հիմա բերթում ա, ես էլ եմ քննադատում, չէ՞ դու էլ ես քննադատում։ Ասեմ, այդ ձևի մարդուն բռնել են նստեցել են։ Այս անշնորհակալ ապերախտ սրիկաները։ Բա մի հատ ապերախտ էլ դու ես դառնում, երբ որ ասում ես նախկին նախագաները երրորդ շրջան էին ուզում։ Այդ չես գնահատում նախկին նախագաների արածը։ Հենց թեկուզ Սամվել Կարապետյանին ո՞նց ընդունել Սերժ Սարգսյանը ու ո՞նց են ընդունում հիմա։ Սերժ Սարգսյանի օրոք ազգային հերոսին հավասար մարդ էր արդեն։ Ինչքան մեդալներ ա տվել, ո՞նց ա մեծարել Սամվել Կարապետյանին։ Սերժ Սարգսյանը։ Այսինքն թեկուզ նույնիսկ դա։ Էլ չեմ ասում որ Արցախը 5000 երեխեքը, մեր արժանապատվությունը։ Բա հիմի չես երազում դու որ Սերժը մնացածն էր երրորդ սրոկ։ Տո երրորդ էլ, չորրորդ էլ, հինգերորդ էլ։ Նենց որ թարգի։ Նարեկ ջան, լավ երիտասարդ տղա ես, էլ տես բաներ չտենամ ու չլսեմ։ Ու ինձ իմ նման տղեկին էլ մի տրամադիկ ու դեմ։ Տես հիմի ես անդրադարձա քեզ մի քանի օր առաջ Անժելա Թովմասյանն անդրադարձե։ Չեմ ասում մեր գովքը արա, մի արա, բայց մի էլ կպի։ Մի էլ համեմատես կապիտուլյանտի հետ։ Հոգուտ խորքում գնահատի, բայց